Քանելյան, իսկ դիտարկումներ ունեք Գյումրիի եւ Փարաքարի թիմ ընտրությունների վերաբերյալ ցույց տվեցին այդ ընտրությունները։ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները այլևս ժողովրդի կողմից վստահելի չեն, այլևս իրենք չեն վայելում ոչ հարգանք ունեն, ոչ վստահություն ունեն ժողովրդի կողմից եւ ես ուզում եմ շնորհավորել ընդդիմությանը այս սրա կապակցությամբ հիմա տեսեք հիմա ընտրությունները գնում են, բայց ուրեմն Գյումրիում ավականի ընտրված խմբակցությունները հայտարարեցին, որ կաջակցեն, կարծում եմ մենք արդեն մի ժամ հետո կունենանք Գյումրիում ուրեմն ընդդիմադիր քաղաքապետ եւ սա կարեւոր է ամբողջ Հայաստանի Հանրապետության համար։ Սա խոսում է նրա մասին, որ այլևս քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունում անելիք չունի։ Պարոն Թահիլյան, գիտենք, որ իշխանությունները մինչ այդ ընտրությունները այսպես լծվել էին իրենց տեխնացուին սատարելու գործով, գիտեք, որ ամբողջ նախարարական կազմով էին այդ աշխատանքներին լծվել, իշխանության տեխնացուն մեղադրեց ձեզ, որ խառնվում եք Գյումրիի գործերին, ասաց իջևանցի Գառնիկը ով է, իրեն են բառացի մեջ բերում, որ մասնակցի Գյումրիի ընտրություններին, սրբազան պայքարի բողոքի ակցիան մասնավորապես կապեցին թիմ ընտրությունների հետ։ Դա ներազգային ատելություն սերմանելու հերթական փորձն է։ Իրենք միջև այդ ասում են արցախցի հայաստանցի, հիմա ասում են իջևանցի գյումրեցի, ով որ այդ խոսույթով հանդես է գալիս, նա ենթարկվի պատասխանատվության։ Ինչ է նշանակում, ամեն մեկս միտեղ ենք ծնվել, բայց մեր բոլորիս հայրենիքն է, Գյումրին էլ է բոլորինս, Իջևանն էլ է բոլորինը, ոչ մեկ իրավունք չունի, ասի ով որտեղ գնա եւ ինչ միջոցառման կամ ինչ գործընթացների մասնակցի։ Դա բոլորիս իրավունքն ու ուրեմն պարտականությունն է հետևել, ես որպես ազգային ժողովի պատգամավոր հետևել եմ գործընթացներին եւ կարծում եմ, որ բոլորիս պարտականությունն է ուշադիր լինենք եւ մեր հնարավորությունների չափով նպաստենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չլինի։ Պարոն Քանելյան, բոլորս հասկանում ենք, որ Գյումրիի ընտրությունները շատ կարևոր էին ամբողջ հանրապետության համար, դրա մասին նաև իշխանությունը ինքն էլ է խոստովանում, արդյոք սա խոսում է անկող վարկանիշի մասին իշխանությանը։ Սա կարևոր ցուցիչ է, ես չեմ ուզում ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել ամեն ինչը, շնորհավորում եմ։ Բայց կարծում եմ, որ սա կարևոր ուրեմն պրոցեսներ են, կարևոր գործընթացներ են, սրանից հետո արդեն եւ Գյումրիում եւ Փարաքարի ընտրություններից հետո կարծում եմ մնացած բոլոր տեղերում, որտեղ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի իշխանություն, այդ իրենց տեղից վռնդելու գործընթացը պետք է շարունակվի։ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի մի տեղ, որտեղ իրենք իշխանություն ունեն, որովհետև դա վնաս է մեր երկրի շահերին։ Պարոն Թանելյան, ինչպես գիտենք, այսպես անհավասար մրցակցային պայմաններով իրենց տեխնացուն պայքարը սկսեց, բացի այդ մենք տեսանք, որ թիրախավորվում էին ընդդիմադիր մյուս տեխնացուները, իշխանությունն էլ երեք դուք Նիկոլ Փաշինյանի ելույթներից կհասկանայիք, որ չեղացկված են, այս ամեն ինչը ինչի մասին է խոսում, ինչ տպավորություն եք ստանում։ Սա խոսում է նրա մասին, որ իրենք բացի վարչական ռեսուրսից, լծակից, բացի այն ուժային համակարգը գործի դնելուց, մարդկանց ահաբեկելուց, սպառնալուց, ուրիշ տակը բան չի մնացել։ Սա իրենց վախերի մասին է խոսում, սա խոսում է նրա մասին, որ իրենք շատ լավ հասկանում են, որ իշխանությունը կորցնելուց հետո շատ քրեական գործերով են անցնելու եւ իրենք պիտի պատասխան տան Արցախի կորստի, մեր երկրի պետական շահերը դավաճանելու, այս ամենաթողության իրենց կատարած բոլոր ապօրինությունների համար, երբ որ հետապնդման են ենթարկվել քաղաքական գործիչները, բանտարկվել են բոլոր այն մարդիկ, որոնք որ իրենց
բողոքի ձայն են բարձրացրել։ Հիմա էլ ամեն օր էլ մենք տեսնում ենք, որ այդ ապօրինությունները շարունակվում են եւ իրենք փորձում են իշխանությունը պահել հենց դրա համար, պահել, որ պատասխանատվության չենթարկվեն, բայց իրենց օրերը մոտ են եւ կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք բոլորս կտոնենք վերջնական հաղթանակը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Տեսնում ենք, որ այս իշխանությունները ճակերտների մեջ բացառիկ վերաբերմունք ունեն Արցախի նկատմամբ, արցախցիների նկատմամբ եւ այսպես բացահայտում առաջ չեն լինի, եթե ասեմ, որ փակ է իրենց համար Արցախի թեման։ Ինչ զարգացումներ կլինեն, ինչպես եք տեսնում Արցախի ակնհայտ խտրական վերաբերմունք հա մեր քույր եղբայրների նկատմամբ, Արցախից բռնի տեղահանված էթնիկ զտման ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցները այսօր Հայաստանի Հանրապետությունում ենթարկվում են բավականին հալածանքների են ենթարկվում, ուրեմն գիտեք, որ ոստիկանական բաժանմունքում շատ արցախցիներ ուրեմն ենթարկվում են բռնության, գիտեք, որ հիմա արդեն սոցիալական այն նպաստները, որ ստանում են, դրան այդ են կտրում, ուրեմն գիտեք, որ ամբողջությամբ ուրեմն իրենց օրակարգից հանել են արցախցիների վերադարձի հարցը, Միսկի խումբն են ուզում լուծարեն, սա մի գործընթացների շղթա է, որը որ նաև սա ուզում են հասնել նրան, որ Հայաստանում ապրող մեր հայրենակիցները, որոնք որ բռնի տեղահանվել են, այդ մարդիկ ուրեմն բռնեն արտագաղթի ճանապարհը։